սպասել ենք այսօրվան, որպեսզի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքից, Հայաստանի բոլոր 10 մարզերից ընտրենք 100 լավագույն ուսանողների։ Դուք լուրջ գործ ունեք շուտով անելու մեր հայրենիքի համար, մեր այս process-ը լինելու է շարունակական, մենք միշտ օգնելու ենք մեր ուսանողներին, մենք միշտ հայտնաբերելու ենք լավագույն, տաղանդավոր մեր երիտասարդներին եւ ամեն ինչով փորձելու ենք ընտառաջենք, օգնենք այս հիմնադրամը հիմնական ուղղությունը վերցնելու ենք մշակույթին օգնել, կրթությանը օգնել, Սարգիս Կարապետյանի հիմնադրամը։ Քանի որ դուք գիտեք երևի ով է Սարգիս Կարապետյանը, հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Անունները մենք կկարդանք։ Նազելի Մանուկի Հովանիսյան, Աշոտ Նարեկի Ներսիսյան, Անի Վիգենի Ղազարյան, Ժորա Վարդանի Ստեփանյան, Հայաստան Արկադի Գրիգորյան, Շնորհակալություն պարոն Կարապետյան, նման հրաշալի նախաձեռնության համար։ Կցանկանամ ասել, որ այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս, ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Շատ շնորհակալություն։ Կարծում եմ բոլոր ուսանողների եւ երիտասարդների համար սա շատ մեծ ու հստակ քայլ է առաջ գնալու եւ ավելի ամուր կանգնելու մեր հայոց հողի վրա։ Այս ամեն ինչի մասին ես իմացա հենց այն ժամանակ, որ ինձ պետք էր ու լուրջ եմ ասում երկնքից ոնց որ նվեր լիներ։ Սա իրականում շատ կարևոր է առավել առաջ գնալու եւ առավել բարձր նշաձողեր դնելու լրացուցիչ մոտիվացիա է։ Սա շատ լավ հիշեցում է ու ազդակ, որ գիտելիքը միևնույն է արժևորվում է ու կարևորվում։ Շնորհակալություն։ Ուսանողը դա պետության կայուն հիմքերից մեկն է, ու երբ որ ուսանողը վստահ է, որ իրեն գնահատում են, ինքը դառնում է լավագույն հիմքը հետագա զարգացման ու պետության ամուր կայացման համար։ Չէի մտադրվում ընդունվել մագիստրատուրա, քանի որ ուսման վարձը բավականին բարձր էր, բայց երբ որ իմացա, որ դարձել եմ շահառու, անմիջապես ընդունվեց մագիստրատուրա ու սեպտեմբերից նաև ուսանելի եմ մագիստրատուրայում։ Շատ շնորհակալ եմ նման հնարավորության, նաև նման նախաձեռնության համար։ Դուք գնացեք առաջ։ Այս ծրագրից հետո մենք մշտական կապի մեջ ենք լինելու 100 լավագույն ուսանողների հետ, քանի որ մեզ համար կարևոր է իրենց տեսլականը երկրի զարգացման գործում։ Իրենց մոտիվացիոն նամակների մեջ ուսանողները ներկայացնում էին, թե ինչպես են տեսնում Հայաստանի զարգացումը եւ իրենց դերը մեր երկրի ապագայում։ Եվ այդ բոլոր մոտեցումները մենք անպայման հաշվի կառնենք եւ կօգտագործենք մեր երկրի զարգացման գործում։ Հիմնադրամի գործունեությունը բնավ քաղաքական բնույթ չի կրում, բայց մենք տեղյակ ենք, որ արդեն ուժի մեջ մտել են որոշ սահմանափակումներ թիմ ընտրությունների հետ կապված, եւ այն համայնքներում, որտեղ որ արդեն հայտարարված են թիմ ընտրությունների օրերը, այդ համայնքներից ընտրված ուսանողները այսօրվա միջոցառմանը ներկա չէին։ Հաշվի առնելով բարեգործական ոլորտի այդ արգելքը, մենք այդ ուսանողներին այսօրվա միջոցառմանը չենք հրավիրել եւ այս փուլում չենք կարող իրականացնել իրենց ուսման վարձի փոխհատուցումը։